Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Ուկրաինայի հարցում կարծես Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի։ Չնայած Տրամպի կողմից ամեն օր հնչող արտահայտություններին եւ հայտարարություններին, թե ինքը Ռուսաստանի նախագահի հետ ցանկանում է լուծել ուկրաինական խնդիրը, ամեն դեպքում լուրջ խնդիրներ կան եւ կան նաեւ լուրջ տարաձայնություններ երկու երկրների ղեկավարների միջեւ։ Այնքան լուրջ, որ օրինակ հոկտեմբերի 7-ին Տրամպը չշնորհավորեց Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա հետ կապված։ Սա իմիջիայլոց։ Բայց եթե ավելի լուրջ անդրադառնանք հարցին եւ փորձենք հասկանալ ինչն է պատճառը։ Տրամպը անընդհատ խոսում է այն մասին, որ ինքը տամոհավք հրթիռներ է պատրաստվում ուղարկել Ուկրաինա, բայց չգիտես ինչու անընդհատ այդ որոշումը հետաձգվում է։ Ակնհայտ է, որ որոշման հետաձգման համար Տրամպը ունի բավականին լուրջ պատճառ։ Ըստ էության այսօր Միացյալ Նահանգների նախագահը բավականին բարդ երկընտրանքի առաջ է կանգնած։ Ուղարկել տամոհավք հրթիռները Ուկրաինա եւ նպաստել ռուս-ամերիկյան հարաբերությունների սառեցմանը եւ նաեւ լարմանը, ինչին Տրամպը ըստ էության չի ցանկանում գնալ։ Եվ երկրորդ, չուղարկելով այդ հրթիռները նա կորցնում է իր դեմքը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների շրջանում եւ ըստ էության վտանգ կա, որ կարող է կորցնել նաեւ ազդեցությունը։ Ինչևէ, տամոհավք հրթիռների հետ կապված ռուսական կողմը բազմիցս նշել է, որ այդ հրթիռները այնքան բարդ են, որ դրանց օգտագործումը եւ կիրառումը բացառապես ուկրաինական բանակի միջոցներով հնարավոր չէ։ Այսինքն այստեղ պետք է ներգրավվեն ամերիկյան մասնագետները։ Այդ մասին մեր նախորդ հանդիպման ժամանակ էլ ենք մենք նշել։ Բայց Տրամպը նաև կարծում է, որ այդ ամերիկյան մասնագետների ներգրավմամբ ինքը կարող է Մոսկվային կարտ բլանշ տալ եւ հնարավորություն տալ հարվածելու ամերիկյան դաշնակիցների բազաներին, եթե պարզվի, որ ամերիկյան զինծառայողներն են օգտվում եւ օգտագործում տամոհավք հրթիռային համակարգերը Ռուսաստանի դեմ։ Պատային վիճակ է ստեղծվել Տրամպի համար, սա նաև նշանակում է, որ ուկրաինական հարցում եւս պատային վիճակ է ստեղծվում։ Կարծես թե ուկրաինական քեյսը երկրորդ պլանում է մղվում բոլոր շահագրգիռ կողմերի համար, իսկ ռուսական բանակը ամեն օր նոր տարածքներ վերցնելով առաջ է գնում։ Իհարկե, իրավիճակը հիմա մի փոքր փոխվել է։ Ուկրաինական կողմը ըստ երևույթին ստացել է մեծ հեռահարության հրթիռներ, որոնցով ամեն օր հարձակումներ է գործում Ռուսաստանի տարածքի խորքերը, բայց սա, ինչպես նշում են փորձագետները, երկար տևել չի կարող։ Հրթիռները սպառվելու վտանգ ունեն եւ հրթիռները կարող են մի օր նաեւ չհերիքել անգամ սեփական պաշտպանությունը իրականացնելու համար։ Իսկ տարածքային կորուստների հետ կապված փորձագետները նաեւ նշում են, որ Ուկրաինան եթե օր առաջ չկանգնեցրեց պատերազմը եւ չհամաձայնվեց ռուսական կողմի պայմաններին, ապա մեծ հաշվով կարող է կանգնել պետություն կորցնելու վտանգի առաջ։ Այսօր, եթե ավելի մանրամասն խոսենք Ուկրաինայի մասին, պետք է հստակ ֆիքսենք, որ 91, 2014 եւ անգամ 2022 թվականների Ուկրաինա այլևս գոյություն չունի։ Ուկրաինական սահմանները անընդհատ ձգվում են դեպի արևմուտք եւ ամեն օր պատերազմի շարունակվելը մեծ վտանգ է ներկայացնում ուկրաինական պետության գոյության համար։ Իսկ Տրամպը բավականին լուրջ երկընտրանքի առջև է կանգնել եւ ինչքան ժամանակը երկարում է, այնքան այդ հակասությունները խորանում են Տրամպի եւ իր ԵՄ կծով դաշնակիցների, Տրամպի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ։ Ինչևէ, կարծում ենք նոր հանդիպում է անհրաժեշտ երկու երկրների ղեկավարներին վերջնական հարցերը քննարկելու եւ բոլոր կասկածելի եւ դժվար լուծում պահանջող հարցերը միգուցե մի կողմ դնելու համար, սպասելով ավելի լավ ժամանակներ։ Իսկ հիմա ուկրաինական պատերազմն ուղղակի շարունակվում է։ Յուրաքանչյուրը իր ձևով է շարունակում այդ պատերազմը եւ յուրաքանչյուրը ցավոք սրտի իր տեսլականն ունի պատերազմի հնարավոր ավարտի հետ կապված։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան եւ ինչ որոշում վերջնականապես կընդունի Տրամպը։ Մյուս թեմա, որին ցանկանում եմ անդրադառնալ, ըստ էության առաջին թեմայի տրամաբանական շարունակությունն է։ Մենք նշեցինք, որ Տրամպը վտանգի առաջ է կանգնած կորցնելու ազդեցությունը Եվրոպական միության անդամ պետությունների վրա։ Եվ ահա պարզվում է, որ ուկրաինական պատերազմի այս ծանր օրերին, չնայած արվող հայտարարություններին, Եվրոպական միության 7 երկիր շարունակում է Ռուսաստանից գնել էներգակիրներ եւ ոչ միայն գնել, այլև ավելացնել էներգակիրների ծավալները։ Դիցուք Ֆրանսիան, ով կանգնած էր Ուկրաինա ռազմական օգնություն եւ զորք ուղարկելու առաջնագծում եւ պատրաստակամություն էր հայտնում առաջինը օրինակ ծառայել, 40%-ով կամ շուրջ 2.2 միլիարդ եվրոյով ավելացրել է Ռուսաստանից գնվող էներգակիրների թիվը։ Նիդերլանդները 70%-ով է ավելացրել, շուրջ 500 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ այդ 7 երկրներին միանում են նաև Հունգարիան եւ Սլովակիան, որոնք չեն էլ թաքցրել, որ
շարունակում են ներկրել ռուսական էներգակիրներ։ Գերմանիան է լուրջ հետաքննություն սկսել, մենք այդ մասին խոսել ենք, պարզելու հյուսիսային հոսք 2-ի եւ 1-ի պայթեցման հեղինակներին եւ կազմակերպիչներին, այսինքն ստացվում է, որ Գերմանիան սեպարատ համաձայնությամբ կարող է գալ Ռուսաստանի հետ վերականգնելու հյուսիսային հոսքի գործարկումը եւ այդպիսով փրկելու տնտեսությունը։ Ինչպես ասում են, պատերազմը պատերազմ, բայց ուտել ցանկանում են բոլորը։ Եվ այս պարագայում էլ ակնհայտ է դառնում, որ Տրամպի անվճռականությունը ել ավելի է խորացնելու նրա եւ Եվրոպական միության նրա դաշնակիցների միջև հակասությունները։ Եվրոպական միությունը առանց այն էլ Տրամպի պատճառով հայտնվել է բավականին ծանր իրավիճակում։ Հիշեցնենք, որ Տրամպն առաջարկեց Եվրոպական միությանը իրենց վրա վերցնել ուկրաինական պատերազմի ֆինանսավորումը։ Իհարկե զենքը պարտադիր պետք է գնվի Միացյալ Նահանգներից, քանզի եվրոպացիները պետք է մոռանան սեփական սպառազինությունների արտադրական ծավալները ավելացնելու մասին, ել չասենք Եվրոպական միության զորքեր ստեղծելու մասին։ Դրա համար այս ամենը հաշվի առնելով մոտալուտ ձմեռը, կարծում ենք այս հակասությունները Տրամպի եւ նրա դաշնակիցների միջև ավելի են խորանալու, ստիպելով նրան կտրուկ որոշումներ կայացնել, կամ միանում է Եվրոպական միությանը եւ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ, կամ վերջնականապես կորցնում է իր ազդեցությունը Եվրոպական միության վրա։ Տրամպն էլ իր խնդիրներ ունի եւ իր հակադարձումները։ Նշում է, որ քանի դեռ Եվրոպական միությունը չի դադարեցրել էներգակիրների ձեռքբերումը Ռուսաստանից, ինքը չի միանալու այդ բաժամիջոցներին, զուգահեռ ավելացնելով Ռուսաստանից ներկրվող ուրանի ծավալները։ Հիշեցնենք, որ այս պահին Ռուսաստանը ամենամեծ չափաբաժին ունի Միացյալ Նահանգների ուրան մատակարարելու գործում, շուրջ 20%, իսկ դա բավականին լուրջ թիվ է Միացյալ Նահանգների համար վերջինիս ատոմային էներգիայի անխափար աշխատանքի համար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այստեղ եւս իրադարձությունները ինչպես են ծավալվելու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Աֆղանստանն է։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ նշել ենք, որ Աֆղանստան-Պակիստան հարաբերություններում լարվածություն է նկատվում եւ Պակիստանը ռմբակոծել էր Քաբուլը, պատճառ դառնալով Թալիբան շարժման 2 բարձրաստիճան զինվորականների մահվան։ Եվ հանգստյան օրերին Թալիբան շարժումը հարձակում գործեց Պակիստանի սահմանին գտնվող պակիստանյան անցակետերի վրա, գրավելով դրանք եւ ըստ էության պատճառ դառնալով լայնամասշտաբ ռազմական բախման։ Իհարկե 2 օր հետո այդ ռազմական բախումը դադարեց, բայց ինչպես կողմերն են նշում, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ բախումը չի շարունակվի։ Աֆղանստանը ընդհանուր մեղադրում է Միացյալ Նահանգներին այս բախումը հրահրելու մեջ, քանզի ինչպես մեր նախորդ հանդիպման ժամանակ էինք նշել, Աֆղանստանի Թալիբան շարժումը մերժել է Միացյալ Նահանգների առաջարկը վերջիններիս վերադարձնել Բագրամ ռազմակայանը, որը Միացյալ Նահանգների համար ռազմավարական մեծ նշանակություն ունի, բայց խորացնելով թշնամանքը Պակիստանի եւ Աֆղանստանի միջև, Միացյալ Նահանգները կարող են ակամա պատճառ դառնալ Իրան-Աֆղանստան հարաբերությունների ջերմացման։ Իսկ այս պարագայում, հաշվի առնելով նաեւ Պակիստանի եւ Իրանի միջև հարաբերությունները, կարող ենք նշել, որ մեծանա Իրանի ազդեցությունը ողջ տարածաշրջանում, ինչը ըստ էության չի մտնում Միացյալ Նահանգների պլանների մեջ։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այս ուղղությամբ եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։